Քարոզարշավի ժամանակ Փաշինյանին հաճախ տրվող հարցերից է։ Քաղաքացիները հետաքրքրվում են, ինչ տարածքներ է նորից հանձնելու նա։ Հիմա ում եք որ մասերն եք հանձնելու։ Ինձ է հետաքրքիր որ չգիտեմ տեղ մնամ նորից։ Մի քանի խուսափողական, շեղող պատասխաններից հետո վարչապետն ասաց. Ուղղակի իմանանք, էլի որտեղ ենք։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Վարխուդարլի, Խելեմլի։ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում գտնվող բնակավայրերի անուններն ադրբեջաներենով նշում ու հստակ ասում է. դրանք են հանձնելու, ընդգծում են զրուցակիցներս։ Իսկ ինչ տարածքների մասին է խոսում Փաշինյանը։ Մեր բոլոր հայրենակիցները, ովքեր այդ հատվածով եղել են, Իջևանից դեպի Բերդ գնացող այդ կայան կոչված հատվածում Մայրուղու Հայաստանի հյուսիս արևելքը իրար կապող խոշոր շրջանների հենց ճանապարհի Մայրուղու երկու կողքերում իբր եղել են բնակավայրեր։ Այստեղ մեր հայրենակցին նախ շնորհակալություն, որտեղ տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք երկու բան։ Եթե այդքան բանա համարցակա, այդքան այդ իր լաչառության մեջ, ասում ենք երկու բան, Հայաստանի տարածքից պատրաստում Ադրբեջանին զիջումի գնալ եւ երբ Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը ետ քաշվելու։ Վերջապես մեր հայրենակցի հարցադրմանը ընդունեց, որ այո, պատրաստվում են իր վերարտադրման ժամանակ շարունակելու են Հայաստանից կտոր Ադրբեջանին հանձնել։ Փաշինյանի խոսքով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետևանքով են Ադրբեջանին հանձնելու իր նշած 3 տարածքները։ Չէ, դա սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետեւ եթե Արցախը հետա գալիս ամբողջությամբ, չի կարա չգա։ Չի կարա, կարա լինի համաձայն։ Ստացվում ենք մի օկուպանտ ենք, պարոն Փաշինյան, որ Ադրբեջանի տարածքները։ Լսեք, հիմա այդ բաները, այդ տերմինները այլևս անցյալում են։ 2020 թվականից հետո Ադրբեջանը Հայաստանի մի շարք մարզերից տարածքներ է օկուպացրել եւ գործող իշխանությունն ադրբեջանցիներից չի պահանջում դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից, նշում է падգամավոր Տիգրան Աբրահամյանն ու թվարկում Հայաստանի սուվերեն տարածքի որ հատվածում են ադրբեջանցիները։ 44-օրյա պատերազմից հետո 21-22-23 թվականներին ադրբեջանական ներխուժումների հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի օկուպացված տարբեր բնակավայրերի հատվածների մասին։ Ներքին հանդից սկսած Տեղ-Գյուղով, Արավուսով, Սևլիչ, Իշխանասար, Ջերմուկի հատվածը, Կութականի հատվածը, Վարդենիսի հատվածը, այսինքն այդ տարածքները այնքան մեծ են, որ այս պարագայում կարելի է երկար թվարկել։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը զգուշացնում է, գործին եփելու պարզ ու տարածված քաղաքականությամբ է առաջնորդվում Փաշինյանը։ Խունտայի անդամները խոստովանեցին, որ հանձնում են եւս 3 անկլավ եւ Տիգրանաշենը։ Սյունիքը կկտրվի Հայաստանից, այնտեղ կվերադառնան ադրբեջանցիները եւ այն նույնպես կկլանվի Ադրբեջանի կողմից։ Շարունակեք լռել, նստեք տանը կամ սրտիկներ անել ու լաց լինել ձեր կուլտի առաջնորդի տեսնելիս։ Զրուցակիցներս անդրադառնալով առաջիկա ընտրություններին նշում են, ոչ թե սովորական ընտրություն է, այլ ընտրություն է Հայաստանի ապագայի մասին։ Նորից Հայաստանից կտոր զիջելու են ու շարունակելու են այդ զիջման գործընթացը, թե Հայաստանը արժանապատիվ ուղի է ձեռք բերելու։ Եթե Հայաստանը սահմանազատման ու սահմանագծման անվան տակ նոր տարածքներ կորցնի, հետևանքներն անդառնալի են լինելու, ասում է Տիգրան Աբրահամյանը։ Իշխանությունը հայտարարել է 8 գյուղերի հանձնման մասին, որի մեջ է եղել Տիգրանաշենը, որի մեջ են եղել Տավուշի մարզի 3 գյուղերը, որոնք կիսատ պռատ նաև Փաշինյանն է հնչեցնում, եւ յուրաքանչյուրը իր մասով խոշոր ենթակառուցվածքային եւ անվտանգային խնդիրներ է բերելու մեր քաղաքացիների համար, որտեղ այդտեղ ճանապարհները անցնում են մարզային, անցնում են միջպետական տարբեր հատվածներով։ Հողի հանձնումը որևէ ձևով չի փոխհատուցվում, նշում է Աբրահամյանը։ Հողի կորուստը չի փոխհատուցվում ոչ այլընտրանքային ճանապարհ կառուցելով, ոչ թոշակով, ոչ էլ օրինակ առողջության համընդհանուր ապահովագրությամբ։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։